Հարգելի Սերգեյ Վիկտորի, սիրելի գործընկեր, ուրախ եմ ողջունել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Այս այցը իհարկե շատ լավ հնարավորություն է քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, գնահատել թե մեր վերջին հունվարյան հանդիպումից հետո, Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ինչ առաջընթաց ունենք, արձանագրել այդ առաջընթացը, իհարկե նաև քննարկել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացները եւ ընդհանրապես ջանքեր, հավելյալ ջանքեր գործադրել մեր հարաբերությունների խորացման համար ի շահ մեր երկրների եւ մեր երկու երկրների քաղաքացիների։ Ես պետք է նշեմ, որ այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին եւ միաժամանակ բավականին կառուցողական, հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Երկուստեք նշել ենք Երևանի եւ Մոսկվայի միջև բարձր մակարդակի եւ շարունակական քաղաքական երկխոսությունը, հիմնված համապատասխանաբար երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի եւ առաջնահերթությունների վրա։ Այս համատեքստում նշել ենք, որ ընթացիկ տարին իհարկե հագեցած էր եւ կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այցելեց Մոսկվա մայիսի 9-ին, այժմ պատիվ ունենք հյուրընկալել արտգործ նախարարի պատվիրակությանը, սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ Տիկին Մատվիենկոյի եւ նրա պատվիրակության այցին, միջ տարածաշրջանային ֆորում է տեղի ունենալու նաև, հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցության առնչվող հարցերին, հատկանշական է, որ քիչ առաջ ստորագրեցինք երկու արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը առաջի երկու տարիների համար, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, մեր հարաբերություններում եւս տեսանելի են եւ էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, մենք ունենք փոխշահավետ եւ բավական հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում, իհարկե տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժը ամբողջությամբ չի իրացվում եւ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը եւս էապես կավելանա եւ սա այս թեմայի այս համատեքստի շրջանակներում, այս համատեքստում իհարկե հնարավորություն եմ ունեցել նաեւ ներկայացնելու խաղաղության խաչմերուկ նախագիծը հերթական անգամ քննարկել ենք դրա հնարավոր ընձեռվող հնարավորությունները։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։